Ողջույն արգելի հեռուստադիտողներ եւ համացանցի հետևորդներ, բարև Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեծ հետևող մարդիկ։ Եվ ուղևորվում ենք հաղթանակ թաղամաս։ Ինչ նպատակով։ Հաղորդում նկարը անելու։ Ապշածել։ Այո, մեզ այդտեղ Ռաֆի Գալստյանն է սպասում։ Բալետի արտիստ։ Այո, եւ իդեպ անձնական կյանքում հետաքրքիր փոփոխություններ են նրա մոտ։ Մենք խոսենք այդ մասին, թե թողնենք, որպեսզի Ռաֆին պատմի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր կյանքում։ Բնականաբար նա կպատմի, մենք ուղղակի անոնսենք այդ մասին։ Այո։ Դե գնանք տեսնենք։ Գնանք բացահայտելու մանրամասները։ Սիրով գնացինք։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Ողջույն Ռաֆի։ Բարև ձեզ։ Ողջույն Դեյզի։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Չէ, մինչ համենալը ուզում եմ մի փոքր խոսենք նաև թաղամասի մասին։ Նորակառույց թաղամասը, կարծում եմ, վերջին 10 տարվա ընթացքում է ավելի ակտիվացել այս թաղամասում շինարարությունը եւ դեռևս բոլոր ենթակառուցվածքները պատրաստ չեն։ Ինչ դժվարությունների եք հանդիպում, որովհետեւ մենք ձեր տուն գալուց որոշակի դժվարությունների հանդիպեցինք։ Այդ դժվարությունը նավիգացիան է, հենց լոկացիան, որ քարտեզով շատ դժվար է գտնել, բայց հուսամ կգտնենք միջոց, կդիմենք համապատասխան վայր եւ կլուծենք այդ խնդիրը, որ հաջորդ անգամ գալուց հեշտ գտնենք։ Ճանապարհների մասին որևէ տեղեկություն կա, երբ է սպասվում այս ամենի նորոգումը կամ առհասարակ որպես ճանապարհ։ Ճանապարհը հիմա ավելի բարվոք վիճակում է, մինչ այս շատ ավելի վատ էր, մենք հարևաններով հավաքվել ենք եւ այո փորձել ենք ասֆալտապատել ինչ-որ չափով, քանի որ տարածքը նոր է, ջրեր էին քաշում եւ այլն, կոյուղի եւ այդպես վերջնական տեսքը դեռ չունի, բայց ամեն դեպքում շատ ավելի լավ է։ Խնդիրներից ամենամեծը այստեղ փոշին է։ Քանի որ շինարարություն եւ փոշին շատ է լինում ու հաճախ պատուհանները դե փորձում ենք փակ պահել հնարավորինս, երբեմն հնարավոր չէ, երբեմն հնարավոր է։ Այդպես, բայց տարածքը իմիջիայլ շատ լավ, հարմար, տարածքում ամեն ինչ կա, առավելևս եթե կա մեքենա տանը։ Միակ խնդիրը դեռ փոշին եւ այս ճանապարհներն են։ Կարող ենք հնչեցնել թաղամասի անունը։ Հաղթանակ թաղամաս։ Հաղթանակ թաղամասն է։ Հիմա կարող ենք արդեն անցնել ներս։ Համեցեք։ Հասկանանք բակային տարածքն ինչպիսին է։ Որքան ժամանակ է որ տունը կառուցված է, Ռաֆի։ Տունը կամ 3 կամ 4 տարի կարծեմ։ Դուք նախընտրում եք էկոլոգիապես մաքուր մեքենա։ Այո։ Ինչպես եւ շատերը Հայաստանում արդեն։ Բավականին մեծ տարածում գտավ վերջին շրջանում իդեպ էլեկտրական մեքենաները եւ դա գովելի է։ Գեղեցիկ ծաղիկներ, կոլիբրիներ, նույնիսկ եթե հնարավորություն կունենանք հիմա գտնելու նրանցից որևէ մեկին, ահա ծաղ կողմում ես տեսնում եմ։ Այստեղ կա։ Ու մի քանի օր է ինչ նկատել ենք նրանց, քանի որ ինչքան բնակվում ենք այստեղ չէին նկատել եւ Հայաստանում էլ իմիջիայլ ես չէի նկատել վերջերս։ Երևի օդը մաքրվում է Հայաստանի։ Շատ հաճելի է։ Այո։ Գնանք ներս։ Իհարկե, համեցեք։ Շատ լավ։ Ռաֆի կներկայացնեք, թե Դեյզին արդեն ձեզ հետ է բնակվում որպես ձեր կին, թե դուք նոր եք պատրաստվում ամուսնանալ, ամուսնացել եք թե չէ, ընդհանրապես ձեր շունը եկավ մեզ վրա, ուսամ չի հոշոտի։ Դեյզին կարող է երևի ներկայացնել։ Դե Ամերիկայում ինձ մատանի է տվել։ Օ։ Դեյզին արդեն հայերեն ազատ խոսում է։ Ազատ չի, բայց չէ, շատ լավ բավականին խոսում է։ Մենք հանդիպել եք Ամերիկայում։ Մենք առաջին անգամ հանդիպել ենք Հայաստանում։ Դեյզին 15 տարեկան էր, ճիշտ եմ հիշում։ Ինչ էիք անում Հայաստանում Դեյզի Ամերիկայից վերադարձել։ Իմ բալետի դասը տուն Ամերիկայից հայ է
ինքը մեզ տարել է։ Այո։ Բերել է Հայաստան, վերտեսնենք Հայաստանը ինչ լավ է։ Ռաֆին տեսել եմ առաջին անգամ, բայց ստենց չենք շփվել։ Հետո արդեն մի տարի հետո ես Ռաֆին գրել եմ։ Իսկ ինչպես սովորեցիք հայերեն, ով է ձեզ օգնել այդ հարցում։ Ռաֆին։ Այո։ Բայց Դեյզին ես կասեմ, որ ինքնուս է ավելի շատ սովորել, քանի որ ես շատ իմ լուման իր հայերեն սովորելու մեջ շատ քիչ է, Դեյզին ինքնուս է սովորել հիմնականում։ Դե առաջին անգամ եկել եմ Հայաստան, ինքը ու իր մաման շատ խոսում էին իրար հետ, ու ես էլ ուզում էի իմանալ ինչ էին ասում։ Թաքուն զրույցները այլևս անհնար է դարձել։ Անհնար, արդեն անհնար է դարձել։ Բայց դա լավ է, չէ՞, կարծում եմ Ռաֆի։ Տան գաղտնիքներ արդյոք պետք են։ Նայած որ կողմից ենք նայում։ Խոսենք տան մասին, վերանորոգման մասին։ Ով է վերանորոգման դիզայնի հեղինակը։ Դիզայնի հեղինակը կարելի ասել ես եմ։ Այո։ Բայց դեռ ավարտված չէ, քանի որ տունը փոքր չէ ամեն դեպքում եւ ինչքան փորձում ես կահավորել, ավարտ չի լինում, այսինքն միտեղ կահավորում ես, գում ես մյուս տեղն է դատարկ։ Այնտեղ ես կահավորում այնտեղ է դատարկ եւ բնականաբար այդ ամենը շատ ծախսատար է։ Մեր շունիկն է։ Իր մասին է պատմում եւ տարիներ են պահանջում բնականաբար որպեսզի կահավորել, քանի որ ես էլ այստեղ արդեն երկրորդ տարի է որ երկրից բացակայում եմ երկար ժամանակով, որոշել եմ մի փոքր հետաձգել կահավորումը, հնարավորինս գումար հավաքեմ, մնացած գործերը անեմ, որը որ ավելի կարևոր եմ համարում, եւ ընթացքում արդեն հայերեն ասած ձեռքի հետ կահավորեմ տունը։ Մենք Դեյզիի հետ առանց կաշկանդվելու կարող ենք հայերեն խոսել, չէ՞։ Եթե որևէ դժվարություն լինի, դուք կթարգմանեք կարծում եմ։ Դանդաղ կխոսեմ։ Դանդաղ, շատ լավ։ Դուք Հայաստանում աշխատում եք Դեյզի, թե ոչ։ Ես Հայաստանում աշխատել եմ մի տարի բալետի թատրոնում։ Որպես պարուհի։ Այո, որպես բալետի արտիստ։ Բայց հիմա ես Ռաֆի հետ աշխատում եմ Ֆրանսիայում, Ֆրանս կոնցերտի հետ։ Տենց այդպես։ Ռաֆի, գործունեության որ փուլում եք այս պահին գտնվում։ Գործունեության որ առումով։ Որպես բալետի արտիստ, ինչ կա նորություններ Հայաստանում, միգուցե Հայաստանից դուրս։ Հայաստանում ես հանդիսանում եմ ինչպես եւ այն ժամանակ հիմա առաջատար մենապարող, նաեւ ինչպես Դեյզի նշեց Ֆրանսիայում Ֆրանս կոնցերտ բալետային կազմակերպության հետ էլի հանդիսանում եմ առաջատար մենապարող, տարբեր թատրոններից հաճախ հրավիրում են, վերջերս 3 հրավիրելի ստացա Յասի քաղաքից, Ռումինիայից, որպեսզի գնամ Սպարտակ մարմնավորեմ, բայց չի ստացվի, քանի որ այդ ժամանակ գտնվում եմ տուրի մեջ, այսինքն այդ ժամանակ պետք է աշխատեմ Ֆրանս կոնցերտի հետ։ Դա կթողնենք մի փոքր հետո, ակտիվ հրավերքներ կան, ներկայացումների ակտիվ փուլում եմ, 2 օր առաջ պարեցի Հայաստանում են վերջին ներկայացումը, 2 օրից պետք է մեկնենք Ֆրանսիա արդեն, չէ, 2 օրից մեկնում ենք Մինսկ, Բելարուս այնտեղ պետք է փորձեր անենք 20 օր, քանի որ նոր ներկայացում պետք է պարենք, Կարմինա Բուրանա ներկայացումը բալետային, հետո պետք է գանք 4-5 ժամով Հայաստան ու մեկնենք արդեն Ֆրանսիա 8 ամիս մեծ տուրի։ Ռաֆի, բազմաթիվ հաջողություններ եք գրանցել շատ երիտասարդ տարիքում, հատկապես լինելով բալետի արտիստ, բայց ամեն դեպքում ձեզ հայտնիություն ապահովեց, եթե ես նորից πάρեմ սերիալը, եթե չեմ սխալվում։ Եթե ես կրկին πάρեմ, այո։ Եթե ես կրկին πάρեմ։ Այդ սերիալը ձեզ բերեց աննախադեպ հաջողություն եւ մարդիկ նույնիսկ չգիտեին, որ դուք պարող եք, բոլորը ձեզ գիտակցում էին որպես դերասան։ Մարդիկ չգիտեն, որ նույնիսկ քայլում եմ երբեմն։ Նույնիսկ։ Նախ ինչպես հայտնվեցիք սերիալում, ես հասկանում եմ իհարկե կերպարն այնպեսին էր, որ պետք էր պարող, դա հասկանալի է, բայց ամեն դեպքում դժվարություններ, որովհետև լրիվ այլ բան է լինել բալետի արտիստ եւ լրիվ այլ բան է լինել նկարահանման հրապարակում։ Մի փոքր խոսենք նաեւ այդ մասին, ինչպես եղավ առաջարկը, դժվարություններ, անհամաձայնություններ միգուցե։ Առաջարկը եղավ այսպես, ես ստանում էի ինքնից շատ նամակներ, ովքեր իմ հեռախոսահամարն էին ուզում ու միաժամանակ մի քանի կիներ գրում են հեռախոսահամարը էին ուզում, բոլորին բնականաբար տալիս էի, ասում են, որ ինձ հետ ուզում են կապվել, ու այդպես ֆիլմի ռեժիսորը Հայկը Վարդանյան կապվեց ինձ հետ եւ ասաց, որ այսպիսի առաջարկ կա, այսպիսի ֆիլմ կա բալետի արտիստի մասին, ով 44 օրյա պատերազմ կորցնում էր ոտքերը, ու այդպես ասաց, եթե հետաքրքիր է, հանդիպենք, խոսենք, ասեցի իհարկե հետաքրքիր է, հանդիպեցինք Հայկի եւ
Սերգեյ Հայրապետյանի հետ, մենք հոլդինգի պրոդյուսերի հետ, նրանք ինձ տեսան, ես իրենց տեսա, Հայկը ասեց, որ ես շատ արագախոս եմ, Հայկն էլ է արագախոս, ռեժիսորը, բայց ասեց, որ ես իրենից արագ եմ խոսում, փաստորեն կամարդ, ով իրենց արագ է խոսում, ու հիմա էլ եմ ես արագ խոսում, ոնց հասկանում եմ։ Եվ այդպես արեցինք մի քանի պրոբաներ, չիտկաներ արեցինք տարբեր դերասանուհիների հետ, քանի որ իմ կերպարի հետ նրանք արդեն 99% հաստատել էին, բայց կողմնորոշվել էին, բայց աղջկա կերպարը մինչև վերջին օրը նրանք չհասկացան ով պետք է լինի Աննայիսի կերպարում։ Բնականաբար շատ դժվար էր այդ ամենը, քանի որ նոր աշխարհ էր, պետք է համ խաղաս, համ խոսես, բեմում չես, քո խաղը բեմի խաղից տարբերվում է, քանի որ տեսախցիկը ամեն մանրուկ, ամեն փոքր ժեստ վերցնում է եւ գրոտեսկ չպիտի խաղաս, պետք է մի փոքր ավելի խաղաս, որպեսզի ճիշտ եւ բնական նայվի։ Ինքան շատ ենք պրոբաներ արել, երևի մեկ ամիս նրանք փնտրում էին քաստինգ էին անում աղջկա դերը, ես էլ ամեն անգամ գալիս եմ, որպեսզի էլ ավելի բացվեմ։ Վերջում արդեն անգերաս տեքստը արդեն գալիս է, նստում էի, արագ իմ տեքստը ասում գնում էի, որ նրանք արդեն աղջկան էին նշանակություն դարձնում, հայերեն ասած արխային էի արդեն, հանգիստ, ձուկը ջերում էի զգում։ Եվ վերջին օրը արդեն նկարահանումից մեկ օր առաջ նրանք ընտրեցին Էլեն Սաֆարյանին, Արսեն Սաֆարյանի դստերը, եւ Էլենի հետ մենք ծանոթացանք նկարահանման հրապարակում։ Առաջին անգամ այնտեղ իրար տեսանք, արագ կարդացինք, ինչ պետք էր եւ գնացինք նկարվելու եւ կարծում եմ ֆիլմի հաջողությունը եւ արձագանքները փաստում են մասի, որ ամեն ինչ ստացված էր։ Դեյզի ինչպիսի դերասան է Ռաֆինից ձեզ։ Չնայած նա իրեն դերասան չի համարում։ Շատ Լավն էր նրա խաղը։ Այո, շատ։ Առաջանանք Ռաֆի։ Իհարկե։ Որ կողմից։ Եկեք խոհանոց առաջանանք։ Դեյզի, քանի որ խոհանոցից ենք հիմա պատրաստվում խոսել, մենք եւ առաջանանք եւ զրուցենք։ Հայկական խոհանոցը սիրել եք թե ոչ։ Այո, համ սիրել եմ, համ պատրաստվում եմ։ Պատրաստում եք։ Այո։ Ինչ եք պատրաստում։ Ժինգլով հաց եմ պատրաստվում։ Ժինգլով հաց։ Կնշեք բոլոր այն կանաչիները, որոնք օգտագործվում են ժինգլով։ Հայերենով ես հաստատ չեմ կարող։ Ռաֆի, դուք գիտեք ժինգլով հաց։ Ես ուտելուց եմ միայն լավ։ Հասկացա։ Որպես սպառող եք լավ խոհանոցում։ Parsley անգլերենով։ Անգլերենով, եթե հիշում ես։ Parsley, basil, dill, and from Արցախից շատ։ Այո։ Ունեն, բայց ցավոք։ Չեմ վիճում, ամեն ինչ շատ ճիշտ է։ Ուրիշ, ինչ եք սիրում։ Ինչ եմ սիրում, ես սիրում եմ healthy ուտել, սալատներ, սպանախ, բրոկոլի։ Այսինքն այն ինչը որ հնարավոր է նաև գտնել Ամերիկայում։ Այո։ Իսկ դուք Ռաֆի, Դեյզի պատրաստածներից ինչն եք ամենաշատը սիրում։ Դեզին համեղ է պատրաստում, խաչապուրի, շատ համեղ։ Կովկասյան խոհանոցին է տիրապետում Դեյզի։ Այո, Դեյզին սիրում է պատրաստել, ինքը կդնի ռեցեպտները, վիդեոներ կնայի, կպատրաստի, ինչ որ գլուխ գործոցներ, նոր բաներ կանի, կզարմացնի։ Կեսադիլա է համեղ պատրաստում, մեքսիկական ուտեստանք է։ Բեյգլներ, ամերիկական չէ, ամերիկական թե եվրեական։ Չգիտեմ։ Խոսքով ես սիրում եմ համեղ ուտել, հա, սիրում եմ, բայց հիմնականում սնվում եմ ցավոք fast food-ով։ Վերջերս մի փոքր ավելի հետևում եմ, քանի որ, չգիտեմ, տարիքից է թե ինչից է, չաղանալու հակումը էլ ավելի է տարի ավելանում։ Իսկ ձեզ դա հակացուցված է։ Իհարկե։ Հակացուցված, գիտեք, հակացուցվածը այնքանով, ինչքանով որ դու ինչ մարզավիճակում ես ուզում գտնվել։ Այսինքն մարդկա ուտում է, իրեն չի հետևում։ Ես ուտում եմ, բայց փորձում եմ նաև հետևել։ Այսինքն եթե ներկայացում ունեմ 2-3 օր առաջ փորձում եմ գրեչկա, մածուն, բրինձ, ոսպ, այսինքն այնպիսի բաներ ուտել, որ սնունդ ստանամ, բայց պահեմ մարզավիճակս մի փոքր քաշ գցեմ, քանի որ երբ որ թեթև ես քեզ զգում բեմում, թռիչքներդ են ավելի բարձր, քեզ ավելի թեթև ես զգում, այդ եթերայնությունը փոխանցում ենք հանդիսատեսին։ Հասկանալի է։ Դեյզի, դուք որտեղից եք եկել, Ամերիկայի որ նահանգից եք եկել North Carolina։ What's that? Հյուսիսային Կարոլինա, Greensboro, քաղաքից։ Greensboro։ Մարդկանց տարբերություն նկատում եք, այսինքն։ Այո, շատ։ Որոնք են այդ տարբերությունները։ Ամերիկայում մենք իրար չենք նայում, փողոցում։
Իսկ որ Հայաստան եկել եմ ես ոնց եմ սարմացել, բայց ես ուղղակի կայնում եմ, որ բոլորս ինձ նայում էին, ասում են ինչի են ինձ նայում։ Դեվիդ մինչև օրս չի համակերպվում։ Ես չեմ հասկանում ինչի են նայում։ Դա ձեզ խանգարում է։ Հիմա արդեն սովորել եմ։ Առաջին, եթե ճիշտ ասեմ, մի քիչ սիրել եմ, բայց հիմա արդեն չեմ սիրում, որովհետև ես չեմ հասկանում ինչի են ինձ նայում։ Ես ասում եմ, որտեվ տարբերվում ես, բայց հասակը, բոյը Հայաստանում մենք նայում ենք։ Հա, Ամերիկայում մենք չենք նայում։ Եվ կարելի ասել Ամերիկայում մեզ մեկը բոլորը ինչ են մտածում, ուրիշները ինչ են մտածում, իսկ հայերը շատ են մտածում այդ մասին, բայ ինքը ինչ կմտածի, ինչ հագնեմ, որ տենց են։ Ուրիշների կարծիքների մասին։ Հա, էդի ու ես տենց չեմ, ինձ որ Աֆինա դու տենց չես երևի։ Մասամբ, երբ պահանջում եմ, պետք է, հա, երբ պահանջում եմ, կարծում պետք է հաշվի առնես մարդկանց կարծիքը։ Դե ամեն դեպքում հանրային դեմք լինելը այդքան էլ հեշտ չէ, եւ դու միևնույնն է ձևավորվում ես նրանց կարծիքի արդյունքում։ Ուզած թե չուզած պետք է հաշվի առնել որոշակիորեն։ Ունեք նաև բակային տարածք այստեղ։ Կարող ենք դուրս գալ։ Խնդրեմ ուղեկցեք մեզ։ Ինչ կա այդտեղ։ Այստեղ ես պլանավորում եմ ստեղծել ամառային խոհանոց։ Այո։ Հետագայում առաջին իմ քայլը, այսպես ասած, ամառային խոհանոց ստեղծելու համար արել եմ։ Ով է այս ամենի վարպետը։ Այս ամենի վարպետը ես եմ, գնել եմ սա ու այսքան պատրաստողը ես եմ օգտագործում հիմնականում։ Պապիկս սիրում է հին ձևերով մաղալի վրա ամեն ինչ անել, իսկ ես սիրում եմ այսպիսի թիթիզ բաներ, նրբերշիկ, տարբեր բաներ, կաբաչկա, կարտոֆիլ, միս, սթեյք, տարբեր բաներ սիրում եմ պատրաստել, գող կանգնում եմ, բոլորին հրահանգներ եմ տալիս, բերում են, ես էլ ասում եմ, անունը եմ, թե ես եմ պատրաստել։ Ռաֆի, քանի որ խոսեցինք սնունդի մասին, ասացիք, որ փորձում եք հնարավորինս հետևել ձեր սննդակարգին, իսկ մարզավիճակը ամեն օր մարզումներ, վարժություններ, դրանք անպակաս են ձեր առօրյայից, թե կան որոշակի դեպքեր, երբ դե լավ, ես այսօր պատրաստ եմ, ոչինչ պետք չէ մարզվել։ Սուտ չասեմ, այդպես էլ է լինում, մանավանդ վերջերս, քանի որ այս ամիս ես ահռելի ներկայացումներ ունեի Հայաստանում, գրեթե բոլոր ներկայացումները ես եմ πάρել, բացի մեկ ներկայացումից, այսինքն մոտ 10 թե 11 ներկայացում եմ πάρել, իսկ դա Հայաստանի համար շատ է, քանի որ մեր ներկայացումները շատ գեղեցիկ են, նաև շատ ծանր են։ Այսինքն հանդիսատեսը տեսնում է գեղեցիկ կողմը ներկայացումների, բայց սարսափելի ծանր ներկայացումներ մենք ունենք ֆիզիկապես, որ քո ուղղակի մարմինը չի դիմանում էլ։ Դրա համար երբեմն օգտագործում եմ սպորտային հավելումներ, վիտամիններն եմ փորձում տեղափոխել, այդ կուլտուրան էլ մնաց Ֆրանսիայից, այնտեղ, քանի որ այնտեղ տեսա, որ բոլոր բանուղներն օգտագործում են, որպեսզի այդ նագրուսկային դիմանանք, հա, բոլորս այդ ճնշմանը, քանի որ մարմնից ենք վերջի կաշի ոսկորից ենք, երկաթ չենք ու պետք է այդ ամենը ճիշտ ձևով Մշունիկը մեզ երբեմն ծաղրում։ Այո։ Հետաքրքրվածությունը ինչպիսին է հանդիսատեսի դեպի բալետային արվեստը։ Ոչկա։ Հանդիսատեսը կարող եմ ասել, որ շատ ավելի շատ է հաճախում բալետային դեպի արվեստ, քանի որ մենք ինքներս փորձում ենք պրոպագանդել հնարավորինս, հա, թե ես էլ իմ Instagram-յան էջերում տարբեր հարթակներում փորձում եմ ինչքան հնարավորինս առիթը բաց չթողնեմ ու հիմա էլ պրոպագանդեմ բալետը։ Խնդրեմ, պրոպագանդեք։ Պրոպագանդում եմ, համեցեք օպերային թատրոն, հետաքրքրվեք բալետային արվեստը։ Եվ կարծում եմ նաև դրա շնորհիվ է, որ մենք պրոպագանդում ենք բալետը, մարդիկ հաճախում են, գալիս են տեսնում են, գեղեցիկը գնահատում են, քանի որ բալետը դա բարձրագույն արվեստներից է աշխարհի, եւ վերջ-վերջո թագավորական արվեստ է, հա, բալետը։ Դրա համար ես ուրախ եմ, որ մարդիկ հաճախում են օպերային թատրոն, հետաքրքրվում են բալետով, նաև ինձ ֆիլմը շատ օգնեց, քանի որ ֆիլմի իմ հանդիսատես են ասում, ինչ են ասում, այն մարդիկ, ովքեր դիտեցին ֆիլմը, ես կարողացա նրանց բերել օպերային թատրոն։ Այսինքն ֆիլմից ինձ իմացան, ճանաչեցին, սիրեցին ֆիլմի կերպարը, սիրեցին եւ այլն, եւ դրանից հետո նրանք արդեն հաճախում են օպերային թատրոն եւ երբեմն մարդիկ մոտենում են ինձ, ասում են մենք ձեզ բացի ֆիլմից արդեն գիտեինք բեմից, ես շատ եմ ուրախանում այդ փաստից, այսինքն միայն
սերիալով, միայն ֆիլմով չի, որ մարդիկ ճանաչում են, իսկ նրանք արդեն իսկ հետաքրքրված էին բալետային արվեստով։ Հերթը մերն է պրոպագանդայի։ Այո։ Հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած Չէին սպասում.am կայքում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ, իսկ Չէին սպասում.am կայքում տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, եթեր գնալու ընթացքում նաև ձեր հաղորդումը տեղադրված կլինի այնտեղ, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մի փոքրիկ պրոպագանդա մեր մասին Եվ չենք մոռանում բաժանորդագրվել անպայման, որպեսզի բաց չթողնենք ոչ մի հաղորդում։ Շնորհակալություն, Ռաֆի։ Հիմա խոսենք եկող սերնդի մասին։ Օպերային թատրոնում սերնդափոխությունը ինչպիսին է լինելու եւ սպասվում է արդյոք սերնդափոխություն թե չէ, որովհետեւ ամեն դեպքում դա տարիքի հետ անմիջական կապ ունեցող արվեստ է եւ պետք է երիտասարդությանը զիջվի նախորդ սերնդի դերերը։ Կան լավ երիտասարդներ եւ առհասարակ կան երիտասարդներ թատրոնում ձեզնից բացի թե ոչ։ Երիտասարդներ կան, ես նախկին երիտասարդ եմ, արդեն երևի երիտասարդ չեմ համարվում։ Արդեն 25 տարեկան եմ, ինչը բալետային արվեստում շատ միջին տարիքի համարում, այսինքն ես հասել եմ իմ գրեթե կեսին կարիերայի երևի թե տեսնենք ես որքան կպարեմ։ Մենք ունենք շատ լավ սերունդ, շատ լավ գալիք սերունդ ունենք, շատ լավ երիտասարդներ ունենք, ովքեր ձգտում են, աշխատում են եւ այս առիթելի բաց թողնեմ էլի խորհուրդ եմ բոլորին, որպեսզի ճիշտ աշխատեն իրենց վրա մեր երիտասարդները, որպեսզի իմ օրինակի վրա ասեմ, որպեսզի տեսնեն թե ուր են ուզում գնալ, այդ մութ թունելում տեսնեն այդ վերջին լույսը եւ նրանք ռելաքս լինեն, հանգստանան այն ժամանակ, երբ որ նրանք հասնեն այդ լույսին։ Ոչ թե մի օր անեմ, չանեմ, հոգնած եմ, լավ, գնամ ես ինչ զբաղմունքը։ Գիտեք, երիտասարդ տարիքում ինչքան ասում են, կյանքդ վայելի, հետո կհաս չէ։ Այս տարիքը քանի ուժ ունես, էներգիա ունես, պիտի օգտագործես, որպեսզի ու deadline դնես քո առաջ, որ վաղ տարիքում, վաղ հասակում կամ կար ժամանակահատվածում դու հասնես X ինչ որ կետի։ Կարծում հաջողությունը նաև բնականաբար բախտը իր տեղում, հաջողությունը իր տեղում, ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվելը իր տեղում, բայց շատ մեծ դեր է խաղում նաև թե դու ինչպես ես խաղում այդ շախմատը կյանքի։ Այսինքն դու ուր ես գնում, ինչ ես անում, ինչպես ես քեզ վաճառում, ինչու՞ չէ նաև։ Քանի որ այս եւ մի շարք այլ կարևոր թեմաների մասին կխոսենք դրովազդից հետո։ Ընկերներ, Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ շնորհակալ եմ։ Ռաֆի Դեյզի Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Ռաֆի, հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մոռանիք։ Բրավո, կեցեք, հրաշալի է, սիրով նվիրում ենք։ Մերսի, անպայման կօգտագործենք։ Շնորհակալ եմ։ Ռաֆի, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ եմ։ Շարունակենք բնակարանային բացահայտումները, այսինքն տան բացահայտումները։ Գեղեցիկ ներկառուցված պահարան, ով է այս ամենի հեղինակը։ Չեք հավատա, բայց այս պահարանի հեղինակը բալետի արտիստ է։ Այո, գործող բալետի արտիստ։ Նկատի ունեի Անուն չնշեմ, շատ լավ մարդ, իմ ցանկությամբ լրիվ ես եմ թղթին հանձնել տեսքը, գծագիրը ինքն էլ մեզ է հանձնել իրական թղթից վերցրել, հանձնել է մեզ իրական պահարանը, ուզում էի այսպիսի պահարան ճիշտ ասած, ամբողջովին
երազել եմ ու հիմա քանի հնարավորություններ այս տարիքում արդեն ունենում եմ, փորձում եմ այն մանկական երազանքները կամ չգիտեմ նպատակները իրականություն դարձնել։ Բավականին մեծ պահարան է ու շատ խորը, որտեղ պահում ենք տարբեր բաներ, հագուստ եւ այլն, տարբեր պարագաներ, որտեղ տան մեջ հնարավոր չէ պահել եւ գեղեցիկ դիզայնով կարծում եմ ես էլ լույսեր շատ եմ սիրում, ներկառուցված լույսեր, պահարանների կամ չգիտեմ տարբեր տան մեջ որ լինում է, քանի որ գեղեցիկ աուրա է տալիս, հետաքրքիր, որ ստեղծում է նաեւ լավ տրամադրություն։ Ռաֆի, մի փոքր ցավոտ թեմայի մասին խոսենք, ես վստահ եմ, որ բալետի արտիստը պահարան կառուցելու ձեռքի շնորհք, եթե ունի, դա այսպես ասած լավ օրից չէ։ Միգուցե կան այլ հանգամանքներ, որոնք ստիպում են զբաղվել նաև այլ մասնագիտությամբ։ Եվ ինչպես հասկացա, դուք հենց այդ պատճառով էլ չնշեցիք անունը, այսինքն Հայաստանում հնարավոր չէ միայն բալետի շնորհիվ տուն պահել։ Գիտեք, անունը չնշեցի, որովհետև նաև ով պատրաստել է այս բանը, նրա համար հոբի է, նա սիրում է ստեղծել, իր համար վստահ եմ, որ դա չէ պատճառը, բայց ընդհանուր եթե խոսենք, այո, նման խնդիր մենք ունենք, քանի որ Հայաստանում գաղտնիք չէ, որ ապրելը ապրուստը շատ դժվար է մարդկանց համար, այդ իսկ պատճառով հենց նույնը ես մեկնում եմ տարբեր երկրներ, հարաբերքներով, նաև բացառությամբ կարիերայի, որպեսզի CV-ն հարստանա, աճես, ծանոթություն եւ այլն, որ հետագայում կարողանաս այդ ծանոթությունը բերել այստեղ անհրաժեշտության դեպքում, բայց նման խնդիր բնականաբար կա, բայց եթե մենք հաշվի ենք առնում անցած տարիներ եւ հիմա բալետը ապրում է շատ մեծ վերելք եւ ֆինանսապես, եւ ներկայացումների առումներով, եւ մասնագիտորեն, քանի որ մեր օպերային թատրոնի ղեկավարությունը, նաև պետությունը անում է շատ մեծ քայլեր, որպեսզի մենք բոլորս առաջ գնանք, այսինքն պրոգրես նկատենք, շատ մեծ պրոգրեսի մեջ այլոց։ Կարող ենք բարձրանալ երկրորդ հարկ։ Գնացինք, իհարկե։ Երկու հարկանի տուն է, ովքեր են ապրում այստեղ, միայն դուք եւ Դեյզին, թե էլի մարդ կա այստեղ ապրում։ Ես, Դեյզին, մեր շունիկը, պապիկս, տատիկս եւ մայրս։ Հասկանալի է, բարև ձեզ։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Դե Ռաֆի, խնդրեմ ներկայացրեք։ Մայրս է կամ քուրիկս է, ինչպես ուզում եք կարող եք դիմել։ Լուիզա։ Ինչպես է ձեր տրամադրությունը նախ, հասկանանք դա, հետո շարունակենք մեր առօրյա զրույցը։ Շատ լավ, շատ բարձր տրամադրությունն է, քանի որ ունեմ այսպիսի հրաշալի տղա եւ այսպիսի հրաշալի աղջիկ։ Աղջիկ, դուք նրան որպես ձեր դուստր եք ընդունում, շատ լավ է եւ գովելի է։ Չկա, քանի որ իմ տղայի ընտրած աղջիկ է։ Երբ Ռաֆին ընտրեց բալետի պարողի ուղղությունը, ձեր ռեակցիան ինչպիսին էր։ Ես չեմ ընտրել։ Դուք չեք ընտրել։ Պատմես ավելի։ Դե Ռաֆի, դու պատմես ավելի ճիշտ կլինի, ոնց ավելի ստացվում է։ Դեռ պատմեմ։ Հայտնի պատմությունը շատ հարցազրույցներում կամ տարբեր տեղեր ասել են, որ Վանուշ Խանամիրյանի հորդորով պահանջով հայտնվել են բալետային ասպարեզում, մորս ասաց, եթե չտանես Երևանի Պարուբեստի պետական քոլեջ, ինձ էլ բարև չտաս, ու այդ բարևի պատճառով, քանի որ մամաս ուզում էր բարևեր վարպետին Խանամիրյանին, այդպես հայտնվեցի ես բալետային ասպարեզում, ինձ էլ վարպետը փոքր ժամանակվանից միշտ Սպարտակ էր ասում, Սպարտակ բալետային ներկայացման հետ կապված, փոքր երեխա է, 4-5 տարեկան երևի կամ ավելի փոքր, միշտ տեսնում էր Սպարտակ ջան, այդ տեսանյութներն էլ կա, որ ասում էր, ես նկարում եմ, ինքը ասում էր, ու ես էլ չէի հասկանում, Սպարտակը ով է, ինչ է, ինչ Սպարտակ, ասում ես Ռաֆին եմ, անկեղծ ասած այդ անունը նույնիսկ ազդում էր ինձ վրա, հայ չէի սիրում Սպարտակ անունը, բայց հիմա սիրում եմ։ Հիմա կուզեի, որ իմ անունը Սպարտակ լիներ։ Բայց դուք հիմա նաև մարմնավորում եք Սպարտակին։ Այո։ Վարպետը, ինչպես ասում ենք, մարգարեացավ, քանի որ ես 18 տարեկանում առաջին անգամ բարեցի Սպարտակի դերապարը, որը որ կարծում եմ աշխարհում ամենաերիտասարդ Սպարտակն է եղել։ Հիմա խոսենք նաև մի փոքր ձեր հաջողությունների մասին։ Դուք ասացիք, որ բավականին մեծ է նաև ազդեցությունը, ինչպես դուք ասացիք, բախտի, հաջողակ լինելու։ Ձեր առաջին օտարերկրյա առաջարկը, որ ստացաք, երբ էր եւ ինչպես դա եղավ։
Հա, առաջին օտարական ճիշտ է։ Դե մրցույթները դնում ենք մի կողմ առաջարկ աշխատանքի որպես այդպեսին Բորիս Էյֆմանի կողմից էր 17 տարեկան է, եթե չեմ սխալվում, Բորիս Էյֆմանը Սանկտ Պետերբուրգում, հրավիրեց ինձ այստեղից Սանկտ Պետերբուրգ, գնացի, որպեսզի ինձ տեսներ պարապելուց, իրական կյանքում եւ այլն։ Եվ մեկ շաբաթյա փորձերից հետո, այսպես ասած, Սանկտ Պետերբուրգում մենք այսպեսի պրասմոտր արեցինք, դիտում արեցինք եւ Բորիսը նույնիսկ եկավ հայերեն բարևեց, ասաց բարև ձեզ, եւ ինքը ցանկացավ ինձ վերցնել աշխատանքի որպես մենապարող։ Որտեղ էր նա ձեզ տեսել։ Ես չգիտեմ ճիշտ ասած որտեղ էին տեսել, կարծում եմ սոցցանցերով, ենթադրում եմ։ Այսինքն առաջարկը ստացել եք on-line կերպով։ Online, իհարկե, on-line եմ ստացել առաջարկը։ Նրանք տոմսերը ամեն ինչը գնեցին եւ այլն, բոլոր պայմաններով ապահովեցին, գնացի եւ ցանկանում են ինձ վերցնել աշխատանքի որպես մենապարող, բայց 17 տարեկան բանակի խնդիր եւ այլն։ Ուրեմն ճիշտը նա էր, որ պետք է մնայի այստեղ եւ այդպես մերժեցի առաջարկը։ Այդպես ստացվեց։ Ծառայեցիք Հայաստանի Հանրապետության։ Ես չեմ ծառայել, քանի որ կառավարության որոշմամբ համապատասխան օրենքով, օրենքը չեմ հիշի, ինձ ազատեցին պարտադիր զինվորական ծառայությունից, կենսագրության հաշվին, հատուկ օրենքով, եւ այդպես ծառայեցի թատրոնում, կարելի ասել, արդեն 7 տարի ծառայում եմ մեր օպերային թատրոնին։ Լուիզա, քանի որ Ռաֆին նշեց, որ բավականին զբաղված գրաֆիկ ունի, ես կարծում եմ, որ տան վերանորոգման եւ առհասարակ կառուցման ընթացքում ամենամեծ ներդրումը եւ նյարդերը ձեզնից են գնացել։ Կպատմեք այդ մասին, ամեն դեպքում վարպետների հետ շփվել, առնչվել, դա այնքան էլ կանացի զբաղմունք չէ, բայց կարծում եմ ստիպված պետք է դա իրականացնեիք դուք։ Այո, ճիշտ եք, բայց ավելի մեծ մաս կարծում եմ տղամարդկանց բաժին է եղել, նաև պապիկներ շատ օգնել մեզ այդ հարցում։ Մենք մի քիչ ընտանիքով այնպիսի մթնոլորտ կա մեր մոտ, որ ինչը շատ ողջունելի է եւ կարծում եմ օրինակ է նաև մյուսներին։ Մենք ինչ որոշումներ որ կայացնում ենք միասին եւ աշխատում ենք, որ մեկս մեկին լրացնենք։ Այսինքն որպես այդպիսին ծանրություն, որպես այդպիսին բարդույթ դժվարություններ չեմ զգացել, քանի որ մենք բոլորս զբաղված ենք աշխատանքով, հա, եւ որ մեկս որ պահին որը հասցնում ենք, չենք զլանում եւ միշտ այդպես միասնական կարողանում ենք հասցնել։ Մայրս իմ ինժեներոց այն շատ օգնում, իմ բոլոր գործերը, իմ պրոդյուսերը, այսպես ասած, մայրս է, բոլոր գործերը, բոլոր թղթաբանական հարցերը, դեսպանատուն, չգիտեմ, այս թուղթը պետք է այնտեղ տանել, սա պետք է բերել ստորագրել, տանել, այս հանդիպումը պետք է կազմակերպել, բոլոր հարցերով մայրս ինձ շատ օգնում, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ։ Ռաֆի, ինչ իրեր են տեղադրված անկյունում, պատվոգրեր, թե ոչ, հերվից չտեսա ճիշտն ասած։ Անկյունում դրված են նկարներ, մեր նկարներն են։ Այստեղ էլ դրված է Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի Պարվեստի գործիչների միության պատվավոր անդամ, որ ինձ ընդունեցին, ստացա։ Այդպես Վանուշ Խանամիրյանի անվան գործիչների միությունը ինձ տվեց այս կոչումը, այսպես ասած։ Խոսեցինք նաև ձեր մարզվելու մասին եւ ապացույցները դրված են։ Սա էլ ապացույցները, այո, մենք այստեղ գրեթե ամեն երեկո պարապում ենք, որպեսզի պահենք մեր մարզավիճակը, քանի որ միայն օպերային թատրոնում պարապելը շատ քիչ է։ Երբ հնարավորություն է լինում, ես հաճախում եմ մարզասրահ նույնիսկ, քանի որ այնտեղ բնականաբար հնարավորությունները ավելի լայն են, տարբեր վարժություններ անելու, ինչը մեզ օգնում է եթերայնությունը, մեր ուժը, աղջիկ բարձրացնելը, այդ ամենը շատ պետք է եւ հնարավորինս վարժություններ են կատարում, որպեսզի մեր մեջքը չցավի, քանի որ ծանրություն եւ այլն, ամեն անգամ թռիչքներից չէ, որ միայն ոչ թե թռնում ենք կամ աղջիկ ենք բարձրացնում, այլ ամեն անգամ հարված է ուտում մեր մարմինը թռիչքներից։ Դրա համար մարմինը պետք է պատրաստ լինի նման դժվարությունների։ Տեսնում եմ նաև համակարգչային խաղեր։ Դուք եք այս ամենով զբաղվում, թե ձեզ հերթը չի հասնում։ Չէ, հիմնականում ես ոչ ոքի հերթ չեմ տալիս։ Ես եմ զբաղվում, սիրում եմ, քանի որ սա ինձ համար մանկուց սիրել եմ, մանկուց մայրս ինձ ապահովել է այն դժվար տարիներին էլ, երբ որ այդ հնարավորությունը մենք չենք ունեցել, բայց իմ մայրը ապահովել է դա ինձ համար։ Որ խաղի վարպետն եք։
որ խաղի վարպետն եմ։ Ես շատ եմ սիրում Lego խաղեր։ Շատ եմ սիրում Fortnite։ Որ երեկո հասցնում եմ, պարապելու ընթացքում շպագատների վրա կարող նստեմ կամ չգիտեմ, զբաղվենք։ Շատ հետաքրքիր խաղեր եմ սիրում, ժամանակակից խաղեր, Spider-Man, Batman, տարբեր կոմիքսների խաղեր, ովքեր մեջտեն կհասկանան բնականաբար։ Շարժվենք առաջ, էլ ինչ ունենք ցուցադրելու, որ հատված։ Կարող ենք առաջանալ սենյակ։ Ձեր սենյակ։ Այո։ Մայրիկի սենյակ, ինչպես հասկանում եմ, մուտք գործելու հնարավորություն չենք ունենալու, ճիշտ է։ Կարծում եմ, բայց շատ լավ։ Շան համար նախատեսված առանձին անկյուն։ Այստեղ մեր շունիկի, այո, թագավորական բազմոցն է իր համար, ինքը սիրում է լավ ապրել, ինչպես եւ բոլորս։ Այդպես իր համար հատուկ անկյուն ենք առանձնացրել, որ ցուրտ ժամանակ գալիս է եւ տակուկ իր համար պարկում է։ Երբեմն ես էլ եմ նախանձում, քանի որ ես կուզեի իմ չափերով նմանատիպ մահճակալ ունենալ, նույն ֆորմայով, նույն տեսքով, նույն դիզայնով, բայց չունեմ, ոչինչ։ Դե գնանք ձեր սենյակ, տեսնենք թե ձեր մահճակալը ինչպիսին է, որ նախանձում եք շունիկին։ Ես աջ կողմում նկատեցի պուանտները, ահա, այստեղ, սրանք վստահաբար Daisy-ն են, հետո մի փոքր ավելի ուշ կցուցադրենք երևի թե կամ հիմա Daisy-ն թող ցուցադրի դրանք։ Ամենաբարդ շարժումը, եթե կարելի է դա շարժում ասել, երևի թե հենց պուանտների վրա կանգնելն է, չէ՞։ Որ փոքր ես, հա, բայց արդեն սովորում ես, մատերը սովորում են, հետո արդեն հեշտ է լինում։ Այո, շատերը մտածում են, որ մարդիկ կանգնում են այսպես, այսինքն մատները ջարդուրով իրականում, նրանք կանգնում են այսպես պուանտների վրա, եւ շատերն էլ մտածում են, որ տղաներն են սա հագնում, բայց չէ, սա միայն հագնում են աղջիկները, արդյունքում դա ասեմ։ հագնում են, բայց չէ։ Որոշ տեղեր հագնում են տղաները, բայց հասկանում ենք բոլորս էլ, այո։ Ինչու՞ չի կարելի տղաները, ինչու է հագացուցված տղաներին, թե չկա հագացություն, ուղղակի ընդունված չէ։ Սա տղաները աղջկանացի հագուստ չեն հագում։ Ինչպես օրինակ մենք բարձրակրունկ չենք հագնում, հասկացա։ Նույն պրինցիպով։ Հասկացա։ Տեսնում եմ, որ դուք կոշիկների մեծ սիրահար եք, իդեպ ինչպես հասկանում եմ երկուսդ, եւ հատկապես սպորտային կոշիկների սիրահար եք։ Այստեղ ներսը, վերևները ամբողջը կոշիկներ են, դուք տեսնում եք կեսը այստեղ, նաեւ այստեղ շատ կոշիկներ կան, դեռ խորքում դրված է։ Այո, կոշիկներ շատ եմ սիրում, լավ կոշիկներ շատ եմ սիրում, հարմարավետ կոշիկներ, քանի որ նաեւ մասնագիտությունը պահանջում է։ Ես էլ ամեն կոշիկ չի, որ կարողանում եմ հագնել, կան մեջքի ցավ, ոտքերի ցավ, մազոլներ։ Դեզի դուք նույնպես կոշիկների սիրահար եք։ Այդքան շատ Ռաֆի նման չէ։ Ես ավելի շատ շորիկ եմ սիրում, շորիկները շատ ունեմ, որտեղ sense շորիկ շատ եմ սիրում։ Դեզինս գեստներ է սիրում շատ։ Հա, իսկ Ռաֆին կոշիկներ։ Իսկ ես կոշիկներ։ Ռաֆի, մենք պայմանավորվել ենք, որ խոսելու ենք նաև սերնդափոխության մասին եւ ինձ հետաքրքրում է նաև հանդիսատեսի շարքերում հնարավոր է հանդիպել երիտասարդների, ինչու՞ չէ նաև երեխաների, պատանիների, թե ամեն դեպքում բալետ նախընտրում են գնալ մի փոքր ավելի տարիքով հասուն մարդիկ։ Տարիքային սահմանափակում հանդիսատեսում չկա, ինչպես փոքր երեխաները, այդպես էլ մեծահասակները, այսինքն այդ հատվածում կա սերունդը, բոլորը գալիս են օպերային թատրոն, տարատեսակ մարդիկ են գալիս, նույնիսկ նման խառնվածքի, որ դու երբեք չեր մտածի, որ այդ մարդը կգա օպերային թատրոն, բայց մարդիկ հաճախում են, ինչի համար ես շատ ուրախ եմ, այսինքն տեսքը մարդու արտաքին տեսքը շատ խաբուսիկ է, ինչի համար ես միայն ուրախ եմ։ Լավ, ձեր պատուհանի վրա կախված է կրկին մի շատ կարևոր ատրիբուտ բալետային։ Դեյզի, դուք ներկայացրեք, սա ինչն է։ Նշեմ, որ սա իմը չէ։ Ես մի անգամից հասկացա։ Այս իմ պաշկանը, նոր լվացել եմ, սենց դրել եմ փրչորանա, հեսը պետք է իմ հետ տանեմ Մինսկ, այնտեղ փորձեր էինք անելու։ Սա Դեյզի զգեստն է։ Հայերեն տարբերակը ես իրականում չգիտեմ, թե ինչպես է կոչվում, միշտ ռուսերենն է հանդիպում, պաչկա են ասում սրան։ Ես էլ չգիտեմ։ Դե ինձ մի նայ։ Իսկ անգլերեն ինչպես են ասում, Դեյզին մեզ կօգնի, անգլերեն ասենք։ Թյությու։ Թյությու։ Պատուհանից տեսարան ցավոք սրտի չունեք։ Գեղեցիկ տեսարանի մասին է խոսքը, երևում են միայն տանիքներ։ Եվ վերջին շրջանում անդադար նորակառույց շենքեր են ի հայտ գալիս, դուք նախընտրել եք ունենալ տուն, ոչ թե նորակառույց շենքում որևէ բնակարան։ Մենք միշտ ենք ապրել սեփական տան մեջ եւ ընտրություն կար այս տունը ընտրելուց առաջ Glendale Hills-ում
տուն ունենան, բնակարան ունենան։ Բնակարան ռուսերեն էլի ուզում ասել, բնակարան ունենալ, բայց ընտրեցինք վերջի-վերջո սեփական տունը, քանի որ չեմ կարծում եւ հասկացանք եկանք այն որոշմանը, որ սեփական տուն ունենալուց հետո բնակարանում ապրելը շատ դժվար կլինի։ Եվ parking-ի խնդիր, եւ դուրս գաս քո բակ, քո բարբեկյուն անես, շունիկը, իսկ սեփական տունը այդ բոլոր հնարավորությունները տալիս է։ Բաց քո շունչը, հարևանը չի գալսի մի թրվրա տանդ մեջ, մենք էլ կարող ենք թրվրալը մեզանից անպակաս է։ Սեփական տունը շատ մեծ առավելություններ ունի։ Որտեղ եք ապրել մինչ այստեղ տեղափոխվելը։ Մինչ այստեղ տեղափոխվել ապրել ենք Ռոստովյան փողոցում, Ռոստովյան փողոցում, բոլորին շատ հայտնի երկաթուղայիններում, Վստրեչի խաչմերուկից մի փոքր դեպի Մուրացյան գնացող հատվածում, այն տունը վաճառեցինք, եկանք այստեղ, այս տունը վերցրինք եւ բնակում ապրում ենք այստեղ։ Ռաֆի, ինչպիսին էր շրջապատի ռեակցիան, հատկապես այն թաղամասը, որտեղ որ դուք մեծացել եք, մի փոքր այլ են ընկալումները բալետային արտիստների նկատմամբ, որովհետև դե ամեն դեպքում մասիկներ, տրիկոներ, ռեակցիան ինչպիսին էր։ Անկեղծ ասած, մենք ունենք շատ կրթված զարգացած հարևանություն ունեինք, այստեղ էլ շատ լավ հարևանություն ունենք, ովքեր հետաքրքրվում են բալետային արվեստով, հետաքրքրվում են արվեստով ընդհանրապես, նրանք բոլորը մանկուց ինձ գիտեին, մեր ընտանիքին գիտեին, որքան որ մայրս էլ Պարի արվեստի մեջ է, դասավանդում է Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացած դպրոցում, եւ բոլորը գիտեն, որ մենք պարող ընտանիք ենք։ Այսինքն ոչ մի արտասովոր բան, ոչ մի նորություն, ոչ մի պարող ենք կամ երբեմն բնականաբար եղել են նման մարդիկ փոքր տարիքում, որ պարում ես, չգիտեմ, մատների վրա կանգնում ես, աղջիկ բարձրացնում ես, կանչում ենք էլ գանք բարձրացնենք քեզ հետ։ Նու բոլորս հասկանում ենք հայկական այդ ամենը, բայց այդ ամենը վաղուց չեմ հանդիպել, ինչ համար ուրախ եմ եւ ուրախ եմ, որ այդպես է։ Ասացիք այնտեղ հարևանները շատ առաջադեմ մարդիկ էին, իսկ այստեղ հասցնում եք հարևանություն անել, թե դեռ չեք ճանաչում ձեր հարևաններին։ Ես հարևանություն անելու մեջ մի փոքր շատ վատ եմ, պապիկս է այդ հարցով զբաղվում եւ տատիկս։ Նրանք հասցնում են ամեն առիթի դեպքում էլ, երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, տան եմ լինում, ես էլ միանում եմ նրանց, այսինքն հավաքույթներ, խնջույքներ, հաճախ կազմակերպում ենք։ Եվ բոլոր առիթներին մեր հարևանությունը բնականաբար մեր կողքին է, մենք էլ իրենց կողքին ենք եւ տխուր առիթներին նույնիսկ Աստված Եվրոպայի բոլորին, բայց մենք ունենք այստեղ շատ լավ հարևանություն։ Եվ վերջին հարցը Ռաֆի, ո՞րն է ձեր երազանքի դերը, որը դուք ցանկանում եք ապրել եւ բոլորին ապացուցել, որ դուք դա անում եք լավագույնը։ Երազանքի դեր չունեմ էլ հիմա, ունեի դա Սպարտակն էր եւ չգիտեմ որքան եմ ինչ ապացուցել, բայց ուղղակի մեջ բերեմ մի քանի մարդկանց խոսքեր, ովքեր թեկուզ հանդիսատեսից ովքեր ինձ գրում էին, երբ որ ես Ֆրանսիայում էի 8 ամսով, անցած տարի, եւ ասում են մենք անհապեր սպասում ենք քո Սպարտակ բալետային ներկայացմանը, քանի որ լսել ենք, որ քո Սպարտակը անպայման պետք է դիտել եւ եթե հաճախում ես Հայաստան, պետք է քո Սպարտակը գալ եւ պարտադիր դիտել։ Կհրավիրեք մեզ Սպարտակը ներկայացման։ Սիրով կհրավիրեմ, բայց դա արդեն պետք է լինի 1 տարի հետո, երբ որ վերադառնամ էլի հայրենիք, խոստանում եմ կհրավիրեմ ձեզ եւ բոլորին կհրավիրեմ օպերային թատրոն, թեկուզ ես այստեղ չեմ, կհրավիրեմ մեր հրաշք արտիստներին դիտելու եւ վայելելու բալետային արվեստը։ Թեկուզ ես այստեղ չեմ, գնացեք եւ ասեք մեզ Ռաֆին հրավիրել։ Հասկանալի է։ Շնորհակալություն Ռաֆի, մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր դռան մոտ։
Բարեկամներ, շնորհակալություն ջերմ ընդունելության, հետաքրքիր զրույցի, մի շարք բացահայտումների համար եւ Ռաֆի, ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում դուք դեռ կշարունակեք թնդացնել Հայաստանի անունը տարատեսակ բեմերում եւ մենք հպարտորեն կհետևենք այդ ամենին։ Ես խոստանում եմ իրագործել այդ ամենը։ Շնորհակալություն ձեզ, մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ երազանքի բեմեր։ Մենք ենք շնորհակալ։ Լավ մնացեք։ Լավ մնացեք։ Հաջողություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դե ինչ, ես հիացած եմ Դեյզիով։ Ես ապշած եմ առհասարակ Ռաֆիի ընտանիքով։ Այդպիսի կարճ ժամկետներում բավականին վարժ խոսում էր հայերեն։ Իդեպ ես նրան կադրես դուրս հարցրեցի, նա ասաց, որ հայերենը շատ դժվար լեզու է։ Իդեպ մենք վերջերս պարզեցինք, որ չինարենն ավելի հեշտ է, քան հայերենը, սա առանց հումորի ամենայն լրջության։ Կեցես Դեյզի։ Այո։ Եվ կեցե Ռաֆին։ Ռաֆին, Լուիզային, Դեյզին, փոքրիկ շնիկի անունը Նալա։ Նալա, այո։ Նալայի ջերմ ընդունելության, ինչպես նաև ետ նկարահանման ընթացքում մեզ շատ լավ հյուրասիրելու եւ կերակրելու համար։ Դա կարևոր էր, իհարկե։ Վահանն էր Միրաքյան։ Եվ ինչպես միշտ Դավիթը Վարդանյան։ Մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն, բայց չմոռանաք ինչպես Ռաֆին ասաց բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որպեսզի Դավիթ հետևել մեր բոլոր նորություններին։ Այո, շնորհակալություն, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։